Ասում են նախորդ դեռևս քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում պետք է քննարկվեր ձեր հետ կապված հարցը, ձեր թիմակիցների որոշակի դժգոհություններ են եղել եւ վարչությունում պետք է ձեր հարցը քննարկվեր։ Նման տեղեկություններ կար։ Պետք է ասեք աղբյուրը, որպեսզի հասկանամ ով է ասում։ ասում։ Եվս ասում եմ, որ հնարավոր է այս շաբաթ, բայց ասացին, որ հետաձգվել է ձեր հարցը քննարկվի։ Ես կցանկանամ, որպեսզի աղբյուրը նշեք եւ աղբյուրն էլ նշի ով է աղբյուրը իր տեղեկատվության, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, որպեսզի կարողանամ մեկնաբանել։ Տեսեք, մամուլում կա տեղեկատվություն, որ վերջին նախագծերը մամուլը Հիմա չեմ հիշի, բոլորը մի քանի թերթ է, տեսեք, որ ձեր գնում է հրապարակի մասին, հրապարակ օրաթերթի, հրապարակ օրաթերթը պատվերով հոդվածներ տպագրող, հաճախ զրպարտող եւ վիրավորող հոդվածներ տպագրող ազգային ժողովից կներեք, ես իրանց եմ ասում, ու իրանք էլ դրա մասին շատ լավ գիտեն։ Իրենք ազգային ժողովից որոշ շրջանակներից ինչ-որ տեղեկատվություն են փորձում գործել կամ ստանում են կամ պատվերներ են ստանում, պատվերների հիման վրա հոդվածներ են տպագրում, նպատակ ունենալով արատավորել իմ բարի համբավը եւ վիրավորել ինձ, դրանով փորձելով խանգարել այն գործունեությունը, որը ես իրականացնում եմ, որը հաճախ խաչվում է իրենց պատվերներ տվող անձանց շահերի հետ, եթե այդ մարդիկ այդքան ազնվություն ունեն, թող դրա մասին ավելի բարձ խոսեն եւ ոչ թե ինչ-որ լրատվական կայքեր կոչված ինչ-որ կայքերի միջոցով փորձեն ինչ-որ բաներ տպագրեն, դրանով փորձելով ինձ խանգարել, նշեմ, որ դա չի ստացվելու։ Ձեր թիմակիցներից այսինքն խնդիրներ կան ձեզ հետ կապված Շնորհակալ եմ, այլ մեկնաբանություն այս բանին չեմ ցանկանում։ Հիմա ի վերջո բուքմեքերական այդ նախագծի հետ կապված ծառահատումները, սա ինչ որ մարդկանց շահերին է կպել, դրա համար է, պարոն Սարգսյան, որ նման խնդիրներ է առաջացել։ Իմ գործունեությունը միտված է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության շահերը։ Հիմա ինչ որ մարդկանց նախագծում ինչ հանցագործներ կամ ինչ պատվեր կատարող անձինք են տուժում, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ մեր պետությունը պետք է զարգանա, ծառեր պետք է Հայաստանի Հանրապետությունում չհատվեն, առողջ ծառեր պետք է բուքմեքերական գործունեությունը եւ շահումով խաղերը հարգվեն հնարավորինս բարձր դրույքաչափերը, որպեսզի այդ գումարը մենք ծառայեցնենք մեր երկրի քաղաքացիների շահերին, բարձրացնենք կենսաթոշակներ, աշխատավարձեր, կառուցենք ենթակառուցվածքներ, որոնք կծառայեն մեր քաղաքացիներին, քանի որ այդ գումարները միլիարդավոր դրամների, եթե չասեմ դոլարների, որ այդ ընկերությունները աշխատում են, դա մեր քաղաքացիների գրպանից է գնում եւ դրանից ծիծաղալու հարկերն առաջանում, սրա մասին երկար խոսել եմ, թե Չեք նահանջել, այսինքն այս իրավիճակը դες չեմ նահանջել եւ չեմ նահանջելու եւ առաջիկա տարիներին շարունակել եմ աշխատանք տանել, որպեսզի ինտերնետ շահումով խաղերը շարունակեն ավելի բարձր դրույքաչափերով հարգվեն եւ նաեւ սահմանափակումներ մտցնեն, որպեսզի մեր քաղաքացիների մի մասը գոնե չկարողանա խաղալ եւ վատնել իր գումարները։ Փաշինյանը ձեր կողմից այս հարցերում Միանշանակ Այսինքն աջակցում է ձեր նախագծերին առանց վերապահումների։ Առանց վարչապետի աջակցության հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում որևէ լավ գործ կատարել եւ վարչապետը աջակցել է, սրա մասին ես բազմիցս հայտարարել եմ եւ շնորհակալություն եմ հայտնել երկրի ղեկավարին իր աջակցության համար իշահ մեր պետության։